Ջան հաց կերանք ձեր Անահիտը շտան վերադարձավ փոխվեցի, որովհետև բավականին շոկեցի ջինսից այդ բանով, այդ վերնաշապիկով։ Հիմա ես բերեմ մի հատ ավլեմ նախորոք, նոր հետո փոշիներ եմ մաքրեմ աթոռների, մշտատեղերի, որովհետև տեսեք ոնց է տակը գալիս, ինքը քամին քաշում է դեպի պատը, ոչինչ, մենք այստեղ պետք է մաքրենք դրա Հիմա այս ես Մաման ասում այն կատուները մսակեր են, ամեն ինչա կեր են, ինչ դնես ուտում են, ջղայնացած էի վրեքներն այսօր Բայց չկարողացա շատ ջղայնանամ, երեք միս էի պատրաստել, բուլյոն կար, տարա բուլյոնը տվեցի, բայ են ոնց եկա, են գրետելը ամա չի վախենում, են մեկը վախկոտ է, մաման ասում է վերունի է, վերունի չէ, ինքնասիրություն ունի, ես գրետելը ինքնասիրություն, բա մարդկանց, կենթանիները մարդկանց նման են, ժողովուրդ, չեք զգացել, Կա որ մարդկա թքես մրես երեսին, հե, ճակատը տնգած ինքը իրա գործն անում է։ Մարդիկա դր միա ձայնը բարձրացնում ես, ինքը սենց ինքնասիրություն, փասիվ։ Եթե ամեն մարդու տված չի, ու ամեն կենթանու է տված չի, ինձ թվում է։ Հիմա ես այս դնամ բերեմ իմ լվանալու չոտկան։ Գիտեք ինչ կանեմ, ես կնստեմ ես աթորին, քանի որ ջանիմ քեզի ղուրբանիմ, մաքրելու կարիք է զգացվում, հետո բերեմ մի հատ լվանամ ես վանը մետլախը, չնայած ես անձրև է գալու, բայց դե ամեն դեպքում չեմ սիրում, որ կեղտոտ ա լինում։ Գիտեք երեխեք, ես վերանդան, տերասը, որ նայում եք, պատուհանից իմ պատուհան դռներից երևում է։ Դրա համար ես տպավորություն է, որ ինքը կեղտոտ է։ Ժողովուրդ ջան գլուխները չցավացնեմ, երևի թե շոքեցի, բայց չեմ հանի, որովհետև կարող է քամի բանակ գտնի ուսերից, եկեք այսա մաքրեմ, հետո նոր միասին կվայելենք։ Որ ժամանակին մարդիկ ասում էին, վայ, սեփական տունը, ահա որ դժվար է, ասում էին, հա դե լավ, դե ինչն է դժվար։ Երեխեք, տան գործից շատ է դուրսը։ Այսօր իմ բանի, դե արդեն դուք վլոգնայել եք իհարկե, այն շորտը որ գցել է, որ դուրսն էին մի քիչ մաքրում, որտեղ հով էր է ջամին, մեր արուսը բոլորը գրել են Անահիտ ջան, մի քիչ աշխատի ձեռքի հետ գցավա, թավներ տանը, որ չանելու ես, ով է անելու։ Ով է անելու, ոչ մեկը։ Սա այսպես, սա գնում է այ այստեղ։ Մեկտեկը գնա ստեղ։ Սա սեփ է։ Ժողովուրդ, մնացես մի կրսոներ լվամ, ու վերջ, և վերջ նացայլավին, դրեմ ստեղը լվանամ, ես դիմացը չեմ լվացրել, հետո նոր շարժվեմ առաջ, այ, որ ռեզուլտատը տեսնում ես, հոգնացություն եք մորանում ես, հիմա ես անդապ մտքիս մեջ ասում եմ, Անահիտը չկը, դու պիտի տեղ գնաս, այսօր ամուսնյակս խնդրել է, որ գնամ իր համար
Պիզա գնել էդ մեր մոտ նա տղակը, այ պիզա կամիոն է գալի, լավ պիզա էր համով է, ինքը շատ է սիրում, այս կողմը չեմ դնում կրիսլով, որովհետև մի քիչ շատ պոեզի նման է լինում, սա այստեղ, վալա, գիտեք ինչ կանեմ, սա լավ, թող չորանա, հետո բան կանեմ, կտեղափոխեմ, սեղանը լավ մատանվեց, վալա, դերավ շարունակեմ հետո ռեզուլտատը ամբիցությամբ ցույց կտամ, գլուխներ չցավեցնեմ։ Սիրելիներս, ես ավարտեցի իմ գործը և ասեցի մի քիչ հանգստանամ, պանաշ խմեմ։ Ասենց շոկ եղանակ, չեք պատկերացնում։ Այսօր պատվեր էի տվել բանը, ինչա մանետիկ այդ սյուպողը, որ կամերան հեռախոսը դնեմ վրան, այդքան տանջվելուց հետո վերջապես գտա որակով, երկու հատ էի պատվիրել, մեկը պուճուրոտ է, որ պայուսակի մեջ, ասենք միտեղ ես գնում, կարող ես կախել ինչ-որ մի ռեշոտկայից, երևում է դեմքս երեխեք։ Ժողովուրդ, գիտեք, որ երաժշտության տակ ես աշխատում, այնքան հեշտ է, չեք պատկերացնում, այնքան հեշտ, սենց դնեմ, որ ավելի լավ լինի, այնքան հեշտ է, որ առաջ գնում գործդ։ Ես ավարտեցի, հիմա ես նստած մտածում եմ, քանի որ այդ չարաճճի կատուները դուրս են գալիս այս բաների բարձերի վրայով և սկսեն իրանց այդ կեղտոտ ոտնահետքերը թողնել, իսկ ես ամեն օր հավես չունեմ դվանամ, ես բաշ եմ գնել մի հատ, որ բանա ցելոֆանատի պետ, որ փայտերի վրա բան դնում են, և ես երեկոյան, չեմ ասի երեկոյան, բայց որ արդեն ներս գնամ, լրիվ վրան կփաթաթեմ, կդնեմ, որպեսզի իրանք չհելնեն, քայլեն, բայց արդյոք հերիք կանի իրա երկարությունը, կասկածում եմ սիրելիներս։ Չգիտեմ, ինչ անեմ։ Մտածում եմ։ Մրջուններ են հայտնվել, ինձ թվում է անձրև է գալու։ Հանգստություն, ներվերներդ հանգստացրեք։ Գնացի մտքերով երեխեք, թե ուր գնացի, միայն Աստված գիտի, գնացի հասա իմ բասկետբոլային կարիերային, ինչքան հեռու է և մոտիկ, հիշողություններն ինչքան հեռու են և մոտիկ, որտեղից որտեղ եկանք։ Ժողովուրդ ջան, ես տեղս փոխեցի, որովհետև այն կողմի վրա այնքան շոկ էր, ահա որ խփեց գլխիս, ասեցի կիսվեմ ձեր հետ։ Գնացի մտքերով, շատ գնացի հեռու, գնացի հասա իմ կարիերային, իմ կյանքը, և գիտեք ես ինչ հասկացա այս կյանքում, երբեմն ասում ենք, ես ինչ շուտ թռավ, երեխեք շուտ չի թռնում, շուտ չի թռնում, ուղղակի, չգիտեմ, ոնց բացատրեմ ձեզ, շատ երկար է տևում կյանքը, այո,
Ոնց որ 3 լներ, ասում ոնց որ 3 լներ, որ չէ, ինչի 3, Դավիթը 28 տարեկան է, 3 չէր։ Բաներ կան, որ մոռանում ես, ջնջվում է ուղեղիցդ։ Այո, սիրելիներս, մեծանում ենք, մեծանում ենք, ծերանում։ Գիտեք, ես հանկարծակի սենց իմ ուղեղով գնաց են շատ ծանոթներ, ովքեր ում հետ ես կարիերայի ունեցել, ում հետ ես խաղացել եմ, ում հետ որոնք որ տարբեր երկրներում են ու ասում ինչ հետաքրքիր է ճակատագիրը։ Այդ ժամանակ սենց մի խմբում խաղում էինք, ժամանակ սովետական միության ժամանակ ոչ մեկ չէր մտածում, թե ոնց է, ինչ է, չենք պատկերացում, չունենք անգամ Եվրոպա եւ այլ, միակ բանը որ լսում ենք դա Ամերիկան ու Փարիզ։ Բայց արի ուտես, սիրելիներս, որ ճակատագիրն իր գործն անում է, երբ որ ծնվում ես, արդեն ճակատիդ գրված է լինում, որ սենց, ոչ մի բան պատահական չէ։ Պատկերացրեք, մենք 5 երեխա ենք, սովորական ընտանիքի, շատ սիրված ընտանիքի մեջ, հայրս, մայրս ծանր աշխատում, պապաս դաժե 2 տեղ էր աշխատում, որտեղ ուներ այդ ժամանակ 4 էինք, մենք Հակոբը դեռ չէր ծնվել, ու աշխատում էին, մաման խոհարար էր, իր առևտրի մեջ եւ այլն։ Եվ ապրում էինք, երբեք մենք շատ լավ ենք կերել եւ շատ իմ մաման միշտ, ինչպես տեսնում եք, դե պապայի հետ իրանք միշտ իրար հետ համաձայն են եղել, բայց մաման միշտ նենց էր անում, որ ասում էր իմ երեխեքի աշկները կուշտ պիտի լինի, ինքը ձեզ բացատրեց մի օր, որ ոչ ոսկի, ոչ մի բան։ Ճանապարհորդություն եւ այլն ամեն տարի երեխաները պետք է գնան ծով, որպեսզի իրենք չհիվանդանան ձմռանը։ Բայց արի ուտես, որ տեսեք ճակատագիրը, այսօր ես նստած նայում եմ, հիշեցի մեր բակը, մենք որ խաղում ենք եւ այլն, 13 տարեկան էի, ապրիլի 25-ն էր։ Այսօր ապես հիշում եմ։ Այդ օր առաջին օրը գնացի բասկետբոլի։ Ապրիլի տենց 20-ի կողմերն էր, խաղում էի բակում, մեր հարևանը սպորտի դասատու է ֆիզկուլտի, տեսավ ինձ։ Բոյով էի, 1.78 էր հասակս 13 տարեկանում։ Նիհար, բոյով աղջիկ էի, նիհար, բայց ամեն ինչը տեղին էր, ինձ չէր որ է նիհար։ Քույրիկիս հետ խաղում էի։ Ես շատ եղել եմ միշտ իմ երրորդ քրոջս հետ, որտեվ ինքը ինձ այն 3 տարի մեծ էր ու միշտ ինքը ինձ առաջ էր տանում։ Մենք չենք բոլորս մեկից հետ մոտիկ ենք եղել, բայց ավելի շատ երրորդ կուրս էր անդադ դրսում խաղում շատ աշխույժ։ Ճնաճեն մյուս քուրերս է։ Ուրեմն պատկերացրեք երեխեք, այդքան ժողովրդի մեջից պատահաբար մենք երրորդ մասում էինք ապրում, երրորդ մասում այդ մարդը հայտնվում է, եկավ բարձրանում մեր տուն, բարև Օնիկ Զադյա են ասում, պապայիս անունը Հովհաննես էր, բարև Սատիկ ծոցա, եկել եմ մի բան ասեմ, էլի ձեր երեխա նայում եմ, ձեր աղջկան այնքան բոյով բարձրահասակ է, իմ ընկերը Հայաստանի հավաքականի մարզիչն է, ինքը այնքան կցանկանա, ես իրան ասեցի, մի հատ բեր տեսնենք եւ այլն, քանի տարեկան է Անահիտը, 13 եւ մամաս ասեց, չէ, ինքը շատ լավ է սովորում եւ աղջիկները գերազանցիկ են, այս կոմենկոն պետք է ավարտեն դպրոցը, ինստիտուտ եւ այլն։ Ասեց խնդրում եմ, էլի ասեց մի բան արեք, ինքը բարձրահասակ է, իր համար դե այնքան բան է, ինքը կոմպլեքսների մեջ կընկնի եւ այլն։ Մամաս ասեց դե լավ, եկավ ինձ ասեց ես էլ բասկետբոլը ինչ է, մամաս դի բասկետբոլը ինչ է, որտեղ մեր ֆիզկուլտի դասատուն գիմնաստ էր, մենակ գիմնաստիկա ենք անցնում։ Ու գլուխները չցավացնեմ, 2 շաբթի օրը 25-ին ես դրան հետևը սպասում էի անհամբեր, որ մաման դիգար գործից եկավ հոգնած, կանազում էր աշխատում, տրանսպորտներ փոխելով, որ պատկերացնում եմ ուղղակի խոնարհվում եմ իմ ծնողների առաջ։ Մաման ասեց ես կտանեմ, պապան ուշ էր գալի գործից։ Հետո վերջը ինձ տարավ 71 դպրոց Խանջան, Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ։ 2 տրանսպորտ փոխեցինք, որտեղ մի հատ ավտոբուս էր գնում 44 համար, դե չէինք սպասում այդքան, մամանի չանքը տրամվայով ընդեղից կինոռասիայից գնացինք։ Ինչ որ է։ Այսօր ապես հիշում եմ, տեսեք, բաներ կան հիշում։ Գիտեք ոնց է քայլում, ինձ թվում է ես որ քայլում եմ, ոնց որ հիմա եմ, չէ՞, տենց տնկած այսպես տկ այդ ժամանակել էի տենց։ Մամայի հետ դες գնում եմ, մամանը ձեռքս բռնել է, ես իրանից բոյով է երեխեք։
մաման շոր էր կարել, սես կարճ շոր էր, հագել էի սիրուն, տենց վերջ է էլի։ Գնացինք, սպորտային շորեր չկար այդ ժամանակը, տենց ինչ-որ սպորտային բոթասներ, մասիկ տիպի ինչ-որ ռուզանի կոշիկներ, սենց բանի, շորատիպի բաներ կար, վերցրեցի, իմ սպորտի ֆիզկուլտուրայի տրուսիկ մայկան, ամոտ բան չի ասել, ժամանակ այդ ձևով էինք գնում, եկանք ես մարդը, որ ինձ տեսավ, ողորմի քեզ ընկեր Համլետ։ Ասում եք էլի մարդու մեջ ուժը մտնում է ու մարդը որոշում է, որ դա տենց պիտի լինի։ Ինձ տեսավ ու ասեց, նայեց մամային, ասեց թող փոխվի։ Փոխվեց եկային, որ սեն խլշկոտած նապաստակի նման բոլորը 60 թիվ էին եւ 62 թիվ։ Ձանից 4 տարի, 2 տարի մեծ։ Ու վարում էին անում արդեն դե մարդիկ 3-4 տարի պարապել են։ Ու պատկերացեք ես դες ինչու եմ պատմում, երրորդ մասից եկա Սպանդարյան շրջան։ Գիտեք էդի ոնց էր, ոնց որ մի հատ ուրիշ աշխարհից գնաս մի հատ ուրիշ աշխարհ։ Նախ այդ կողմի ժողովրդի աղջիկները բոլորը արդեն ցենց ավելի ազատամիտ եւ ավելի մամաների, պապաների, բան, ինչ ասեմ, մեկի պապան գեներալնի դիրեկտոր, մյուսին էսի, մյուսին էնի, այսինքն դրանք բոլորը, ինչ ասեմ, իրանք համարում էին բարձր խավ, բայց իմ համար դա չի եղել խավում ավելի։ Եվ պատկերացնում եք երեխեք, ես մտա դալիճ, այդ մարդն ասեց վարումն դադարացրեք եւ հիմա տեսնենք Անահիտը ինչ կարող է անել, Անահիտը ոչ հիմա չէր կա, չգիտեր, գնդակը տվեցին ձեռքս, սենց սկսեց խաղալ, պաս տվեցին ինձ, ու ես գնդակ այսպես պինդ բռնեցի ու սկսեցի վազել, այսպես թփ, վազել, այդքան է շատ ուժեղ չէի կարող անել, գնացի կանգնա օղակի մոտ ու այսպես սենց արեցի, բայց չընկավ, այս մարդը սուլեց, կեր Համլետը, ասեց դե լավ, տեսավ արդեն ինչ կարող եմ անել, ու պատկերացրեք ճակատագիրը, շուռ եկավ մամային, ընդամենը 1 րոպե, ասեց տիկին Սաթիկ, ձեր աղջիկը լինելու է ճանաչված բասկետբոլիստուհի, մաման ասեց ձեռ եք առնում, ընկեր Համլետ, ընկեր Առաքելյան, ասեց չէ, ես չեմ սխալվում, անկախ իրանից, ասեց ես իրա մեջ ուժ եմ տեսնում եւ ամենակարևորը ասեց խարակտեր եմ տեսնում, թեկուզ ես փոքր էի, վախկոտ էի, քաշվում էի, հացը բերեցին գնամ բերեմ, թե այդ կատուները կգան կուտեն եւ կհավատակ ուղիղ ինքն ասեց, հետո եկավ մաման ինձ տանում բերում էր, գալիս նստում էր այդ հոգնած, այդ փոքր աթոռի սկամեյկայի վրա, գլուխը ցավում էր 2 ժամ այդ դմդմբոցը փոքրիկ դահլիճում, եւ ես ոչ թե օրի վրա էի պրոգրես ապրում, այլ ժամի վրա, ուզում եմ ասեմ, դա ծնվում ես քո ճակատագրով, ես ոչ մեկից ոչ ավել էի, ոչ պակաս, բայց ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում իմ մեջ, ժողովուրդ, դուք չեք պատկերացնում, նրանք ովքեր բասկետբոլից կհասկանան, դա բավականին բարդ տեխնիկա է, ինքը քեզ ասում է դու քայլերն արա, աճ, ծախ, աճ, բրասոկի ժամանակ ձեռքդ սենց պիտի անես, 2 վայրկյան հետո ես դա ընկալում ու անում էի, ինքը այդ մարդը անընդհատ շվացնում էր, ասում էր նայեք, տեսեք, հիմարներ, տգետներ, այս աղջիկը 1 րոպե է ինչ եկել արդեն ձեզանից, ես դրանից վատ էի զգում, ամանչում էի, կյանքում չեմ ունեցել մեծամտություն, միշտ չեմ սիրել, որ ինձ գովացել են, ու գիտեք, դա եւ վատ է եւ լավ, դա եւ վատ է եւ լավ, ես եկել եմ Ֆրանսիա, 29 տարեկանում 30, ես նոր իմացել եմ ես ինքս ինչ ճանաչեցի 30 տարեկանում, դուք պատկերացնում եք, այսինքն ես միշտ անհարմար եմ զգացել, միշտ ամանչել եմ, միշտ ես ամաչկոտ աղջիկ չեմ եղել, ես միշտ խոսացել եմ, Չոլախյանը միշտ այդպես որ բանկետներ էր լինում, ինձ էր առաջ տալի, որ ես խոսայի եւ բայց չեմ սիրել, որ ինձ գովացել են, ասեմ դա վերջացրեք, Եվ ես, երբ որ Ֆրանսիայում ապրեցի ու սկսեցի հասկանալ ֆրանսերեն լեզուն, ես զգացի, որ այս ժողովուրդը գնահատում է եւ գեղեցիկը, եւ բարիությունը, եւ լավը, եւ վատը։ Երբեմն ասեմ ձեզ, իրանք վատը չեն արտահայտում երեսից, բայց լավը արտահայտում են, չեն նախանձում։ Այդպիսի բաներ, սիրելիներս, ու ես անկախ ինձանից նստեցի եւ ասացի մի քիչ զրուստ ամ ձեր հետ ու ասեմ, որ ճակատագրից ճիշտ բան այս կյանքում չկա։
չկա։ Տենց բաներ էլի, որտեղից որտեղ եկա, ուզում եմ ասեի որտեղից, երրորդ մասից եկա հայտնվեցի այս դրախտը։ Միգուցե Աստված ուղարկեց ստեղ, որ ես աշկը սովորի գնալուց առաջ, եթե իհարկե կա դրախտ։ Հուսով եմ, որ կլինի։ Երազումս տեսել եմ, շատ փոքր երիտասարդ ժամանակ։ Լա, փիլիսոփայեցի, հիմա գնամ շարունակեմ իմ գործը, որովհետև ինձ սպասում է խոհանոցի հատակը պիվասոս, փոշեկուլացնեմ և գնամ հացը վերցնեմ, բերեց հացը դրել այր սևաբանի մեջ, պլաստիկ չեմ ուզում թողնեմ, դե լավ գնացիք ժողովուրդ ջան։ Ձեր հետ զրուցելուց հետո որոշեց ձեր Անահիտը բերի փակի, որովհետև ես պետք է գնամ տեղ։ Քանի որ պետք է գնամ պիզան պատվիրել, մի հատ իջնեմ քաղաք։ Հիշեցի ժողովուրդ ջան, ես պիտի բանկ գնամ։ Օ, թղթերս նորած։ Տեսնենք որ հա հերիկանում, այն էլ ոնց է հերիկանում։ Իրեն ժողովուրդ ջան։ Ահա, ավարտեցի, փակել եմ, որ չգան եղտոտեն, ես հեչ հավես չունեմ լվանալու ամեն վարկյան այս բաները, բարձերը։ Դե գնացինք ներ ժողովուրդ ջան։ Պիզան պատվիրեցի, գնամ պիզան վերցնեմ և Սերժի սիրտը պիզա էր ուզում այսօր և չպետք է ասեի սալատ գնեմ տեղն է, որտեղ ծաղիկների խանութ կա, տեսնեմ, եթե ժամանակ ունեմ, մի քիչ կպտտվեմ ծաղիկների տեղ, ամեն ձեզ է ցույց կտամ, թե ոնց է լինում այս կողմերը ծաղկի այդ խանութները, որ գալիս են ժողովուրդը գնում են, տանում իրանց գաշոկների մեջ և այլ, կտեսնեմ, եթե ժամանակ ունեցամ, սիրելիներս, у меня настроение упало, потому что у меня болит нога. Переборщила я, девчата, мои девчатки, я переборщила. Надо было остаться спокойным, но ваша Анаиточка активная, очень активная и реактивная. Դե ասեն չեմ ռուսերեն խոսում, 100 տարի ռուսերեն չեմ խոսացել, որ սկսում եք ռուսերեն, մեկը ռուսը դիմացս խոսում եմ, կեսը ֆրանսերեն, կեսը ռուսերեն, որովհետև արդեն խառնում ես իրար, ճոյտը տակոյ, դե լավ ես զանգեմ մի հատ հարևանուս երեխեք է չաչանակին, որ զանգեմ, կեի ժամ կմնամ հեռախոսի վրա։ Անձրև չէին հաղորդել այսօր, Այ մարդ, մեքենայում վարում այդ աղջկայտ եմ խոսում, տեսնեմ պուճուս ես կետեր են, ես էլ ասեցի մեքենայի մեջ եմ ավտոն կանգնացրել եմ, մեքենան կանգնացրել եմ ավտոտնակում, ոնց կարող ապատայի վրան ասենք դե կենտաններ են, չէ ծրտում մրտում տենց, մեկ է որ չտեսնեմ անձրև, այ քեզ բան, չո это такое, девочки мои, այսօր ռուսախոս եմ դարել, ռուսկայազիշներ, որ հոգնում եմ ռուսկայ, ուլալա, ստեղից ինչքան ուժեղ անձրև ա եկել, ես զգացի, որովհետև արևը նենց էր վառում, այսօր, ես որ ձեր հետ խոսում էի, զգացի, որ արևը խփում ա գլխիս, գժվել ա, եղանակնել ա գժվել, սիրելիներս, ասում ա, գժվել ա, գվժել, ուջուր երեխեկը տենց են, չէ, գվժել, շատ եմ սիրում այդ բուջուր երեխեքին, որ սկսում են խոսալ։ Չսպասված անձրև սիրելիներս, չսպասված անձրև։ Այ քեզ բան, ստեղ մի մոմենտը երկու երևի վարկյան անենց անձրև եկավ, ասի ես չեմ կարող մեքենայով դուրս գալ, բայց արյութես որ տեղ ա։ Այստեղ էլի ուժեղացավ, արևը մի կողմից, անձրևը մի կողմից, մարախուղը մյուս կողմից, ակեբան, դե արյու մի կատաղի,
Պատկերացեք շլոպկաներով եմ դուրս եկել, լավա հետո հակա, շուր գնացի, ասեցի չէ մի հատ բան գնա, կոշիկ հակի և ճիշտ արեցի շատ, հիմա արևը նայեք, արևային անձրև է, ահա մեր գյուղական խանութը, հենա պիձայի կամյոնը, հիմա ես միտեղ կանգնացնեմ մոտիկ տեղ, որ շատ չքայլեմ, բայց իզուր նակալենիկս չհակա, գիտեք, ժողովուրդ ջան, ես իշքան շատ մարդ կա, չէ, սպասի, են մեկը դուրս եկավ, եժը արմյանքը, համե գնամ պիձայի մոտը կանգնեմ, եսքան հեռուր եմ կանգնել, գալիս տանում են արդեն պիձան, են մարդը երևի ժամը 6-ին է, մեղկա, մենակ է երևի, մենակ մարդը, մենակ գյուղատնտեսների մեջ ենքան շատ կան, ժողովուրդ չամուսնացած, հես այս ծաղիկի խանութը, կաշխատեմ գնալ նկարել մի քիչ, հետո արևտուրս կանեմ ու կգամ, տեսնեմ թույլ կտան նկարեմ խանութը։ Խանութ և հանդիպեցի, ինչպես միշտ այս կողմերը անընդհատ ծանոթներ, բայ մոռացա, ցելոֆան վերցնեմ մի հատ, ցելոֆան, պիձան ոչինչ, թեկուզ սարի էլ պրոբլեմ չկա, որովհետև ես բան կանեմ ան ինչը, կտակասնեմ, ջերոցը միացնում է, Это так, փակենք, մի հատ տոպրակ վերցեցի, որովհետև մի քիչ արևտուր ունեմ անելու, մի վայրկյան ժողովուրդ փակեմ, վալա, փակվեց, գնացինք, մարդիկ ընենց խետ են նայում այս տատիկներին ինձ, իա, չեմ նայում հետև, այ մարդը, չբանայում, ասել, բան այդ ռուսերին ախոսում, չո էտը տակո է պիտի ասեմ, գնամ առաջ, ես ինչ թեթև այս փայտիկը պուճուրիկ, եկեք գնանք ցույց տամ ձեզ ծաղիկները, ահա և մեր ծաղկի խանութը, ինչքան շատ ժողովուրդ կան, եկել են առևտուր անելու, արդեն ծաղիկների սեզոնն է, տնկում են, պիտի մամային բերեմ, այն անգամ ասեց Անա, այդ մի քանի հատ ծաղիկ եմ ուզում տնկեմ, ասեցի մամ ջան, հեսա գամ, ինչքան սիրուն ծաղիկներ կան, տեսնենք լեն, ասեմ ձեզ, աբսոլյուտորեն ոչինչ չեմ հասկանում ծաղիկներից, ոչ անուններ գիտեմ, ոչ ազգանուններ, սա արդեն գրված է, տեսեք, օրինակ 470, սրանք չէ, սրանք տնկելու չեն, ես ինչ է, ես ինչ է, չգիտեմ էլ ինչ է մարդ, ագաստաշ, հիսոպ, ղեֆող, լրիվ, միակ բանը, որ չեմ ճանաչում, սա ծաղիկներից և ծաղկանոցներից, գնանք լեմ հատ են կողմը, տեսնեմ, են կողմը ինչեր կան, 6:30 եմ պիձան զակաց տվել, նենց որ ժողովուրդ ջաններդ եղեք, էքսկուրսիա продолжается, շատ եմ սիրում նայել, նենց չի, որ ես ծաղիկի համար խենթանում եմ կանաչի համար, բայց չեմ կարողանում, չեմ հասկանում, էլի, որ ուզենամ մի քիչ հետևեմ այտենց բան ինտերնետով կջոգեմ, ելակ կլուբնիկաներ, սալատներ, մարդիկ այստեղ ավելի շատ գյուղատնտեսներն են եկել սալատ են առնում։ Իմ ամուսինը այստեղից է վերցնում ամբողջ իր այգու ապրանքները։ Սա բանա պղպեղ, հիմա շատ է կջոգեք, չէ, ռյուբարբը, այս ենքան լավ բան, ասենց թթու միրգ է ինքը, էլի, դրանով կոնֆիտյուր է կանում։ Ամուսինս ասեց բան եմ գնել, այդ օբերժին, բադրջան, սմբուկներ, էլ ինչ կա ստեղ, լոլիկներ, Սերժը ամբողջը այս տղայի մոտից է գնում, որտև ասում է շատ արտակարգ մարդ է, այս է, տեսնում եք, սրանք ամբողջը, բետխավը, բազուկ, bonjour, այս կինը կորել է, անգելա, բիբար, պուավրոն ռուժը, կարմիր պղպեղ, այս պապիկներ ոտքը ցավում է նստել է, բայց ծաղիկներ չտեսա, ժողով, այ, ծունկս ցաված երեխեք, ծունկս տակիցս փախավ, հիմա տեսնենք հələ ստեղ ինչ կա, այս անգել արցանիկներ են, մի քիչ անճաշակոտ բաներ են, տեսնես ով է գնում սա, մի հատ նայեք էլ երեխեք, բայուսյա, վախենալու բաներ, այս կրյանա լավը, մի հատ ընկերի ունեմ, սելին ճանաչում եք, կրյաների կոլեկցիա է հավաքում, մեր սոցիետեի անունը կրիա է, Մեզոն կապտեն, իրանք սկսեցին կապտեն տողջի կրիա, հիմա մեզոն կապտեն,
Այստեղ վաճառում են այդ ամբողջ այդ բաները։ Ինչ են ասում, շուն եմ տեսնում, երևի չմտնեմ այդ սերմեր, նյութեր, այդ որ լցնեն ժաղդենի վրա։ Վաու, ծաղիկները։ Ծաղիկներ։ Ահա, սա էլ նայեք, տեսեք ժողովուրդ ջան, հլմատես գեղեցկությունը նայեք։ Ինձ թվում է շատերիդ կհետաքրքրի, չէ՞։ Ամբողջը գները 11.90 սա ժեղանյումներն են 11.90 այս մեծ է էլի ինքը փոքրները չէ այս ջուրիկները բեգոնյաներ են բեգոնիա դրագոններ են ժողովուրդ ծաղկի աշխատանքը բավականին եկամտաբեր է բայց պիտի իմանաս ճանաչես ու ինքը շատ դժվար է որովհետև պատկերացեք ինչքան կորուստ են տալի նաև էլ ինչ թվում է չգիտեմ այս ranke կոմպոզիցիաներ են շատ հետաքրքիր լավ խանութ է այս իմ ամուսին ընդհանրապես Սերժը բնավորությամբ մի հատ բնավորություն եթե տեսնում է ինքը զգում է մարդկանց բարի լինելը ու միշտ այս տղայի մոտից է գնում ամեն ինչը եւ կհավատակ ամբողջ գյուղի ժողովուրդը գալիս են այս խանութ որովհետեւ ուզում են աշխատացնել այդ տղային ուղարկի ասում են ինչի գնանք մեծ այդ խանութները փողը տանք այդ մեծերին թող գոնե փոքրներն էլ աշխատեն այս ի՞նչ է երեխեք այս աման պամլո բանա այդ գրեյֆրուկտ է վա սրանք ինչ են մանդարին այսի ռոզվինա սա կումակուա, այս ինչ բան է, սրանից իմ ամուսնուս քավորիտու նկար է ծառերից, ես չգիտեմ, դրանք պարզվում է ուտելու են։ Հիմա գնում ենք խանութ, սիրելիներս։ Գնում ենք խանութ, գնանք մեր առևտրին։ Այս տեսնում եք, այս վրանի տակ, sense փոքրիկ են կողմը, բայց ոնց որ շինություն է, ինչ որ երկաթից է, թե ուղղակի հենց ամբողջությամբ։ Ու այս տղան ինքը բազը այս խանութի հիմնական խանութ է, սա ինքը բացել է այս ծաղիկների եւ պլանտների համար, որ մարդիկ գան, ասենք պամիդոր եւ այլ ժաղդենի համար, այգու համար։ Այս է տատիկն ու պապիկը եկել են ծաղիկ առնել։ Տեսնում եք, ցույց եմ տալիս, էլի, որտեղ ձեզ հետաքրքրում է, ինձ թվում է։ Հիմա ես եկել եմ այս փոքրիկ գյուղական խանութը։ Ամեն ինչ կա, ամեն ինչ, նարինջ, ելակ, քիվի, մեր քիվին վերջացել է, Սերժեն քիվիից է գնում, միշտ, բանան, ամեն ինչ կա, այս տանց ինչի չի առնում Սերժը, նա ցենց ընդհանուր նայեմ, խնձոր, ելակ, այս երակից էր գնե Սերժեն, որ նենց համեղ էր, էլի կա, թե սիլիկատն է մնացել, 6 եվրո ելակը, երեխեք, 2 հատը 11 եվրո, Երևի թե սրանից վերցնեմ ես հիմա, քանի չեն եկել տարել, բայց ոնց որ նեխած է, այս մեկը չէ վայ, պտացած է, սա ինչ արժի, սրանք ավելի լավն են, Սրանք ավելի լավն է, 250 գրամ են սրանք, դե լավ, մի հատ անջատեմ ժողովուրդ ջան, հետո կմիանամ ձեզ։ Ձեզ ցույց եմ տալիս գյուղական խանութը, այս ամեն ինչ իրենք բանինն է, իրանց այդ աշխատասում են իրենց գյուղատնտեսներին, ամուսինս գնում է այս խոմաժ բլանը, երևի ես մի հատ վերցնեմ եւ ես ուզում եմ պատրաստել բլինչիկ, նրբաբլիթներ, այստեղ Հիմնականում երշիկեղենն է, ժամբոն բլան էս ինչ լավն է, սպասեք մի հատ ժամբոն բլան գնեմ, սա է լավը, գիտեք ինչով է, մեջը կանանչիով չէ, սա երևի, հա, տեսնում եք, սենց պուջուր գյուղական էտաժերները դրած բանով, շատ ակուրատի կոկիկ խանութ է, դե բնականաբար ես եկել եմ այստեղից գնեմ բանջարեղեններ, Եվ կգնեմ Սերժին շոկոլադին կրուասան, որովհետև սա մեր այդ կողքի հացաբուլկեղենից է գալիս, իմ սիրած խմորեղենն է, բայց ափսոս, որ այն չկա փոքր, սա է իմ սիրած խմորեղենը, եթե պուջուր տախտլետներ լիներ, vous en avez les tartelettes pruneaux petites, pas le grand? Oui, là. Non, pas comme ça, c'est des petites. Ah, des petites. Ah non, on n'en a pas. D'accord. Et c'est chez qui c'est là le premier à 18 €? La première, c'est Bedel. Pardon?
Ժողովուրդ ջան, դուրս եկանք, գնեցի ամեն ինչ, բանջարեղեն, այո, ասեմ ձեզ չեմ թաքցնում, այս տիպի խանութներում ավելի թանկ է, բայց պետք է աշխատացնել մեր գյուղի, այսպես փոքրիկ կոմերսներին, որպեսզի չմահանա եւ բոլոր փոքրիկ կողքի գյուղերից մեծահասակները կարողանան գան օգտվեն, որովհետև ամեն մեկը չի, որ կարող է 100 կիլոմետր կամ 60 կիլոմետր վարի մեքենան եւ մի վարկյան ժողովուրդը սիրտներ խառնեց, ներող եղեք, մի վարկյան, այս մի տոպրակին տվել եմ 63 եվրո եւ ամեն ինչ գնել եմ, ամեն ինչ, այսինքն ինչ որ պետք է բանջարեղեն, ասեմ ձեզ, որ Ֆրանսիայում ամենաթանկ հաճույքը դա բանջարեղենն է եւ ամառը ուղակի մենք, ես չգիտեմ խանութի տեղը, ամառը 2-3 ամիս մենք ընդհանրապես բանջարեղեն, մենք որնա ես եմ հիմնական գնողը, ես բանջարեղեն չեմ գնում։ Հիմա ժամը քանիսն է, գնամ տեսնեմ մեր պիցան պատրաստ է, հեսա մեր պիցայի կամիոնը, տեսեք ոնց է ստացվում, սա էլ եմ ցույց տալիս։ Ուրեմն երբ որ դուք առաջին անգամ գնում եք պիցա, իրանք ձեզ քարտ են տալիս, վրան այս հիմա ցես ցույց տամ։ Քարտ են տալիս եւ այդ քարտի վրա դուք իրանք խփում են, այսինքն կետ են անում, որ 10-րդ պիցան արդեն որ գնում ես, 11-րդը նվեր են տալիս։ Սա կոմերցիալ ժեստ է, դրանից ոչ դու հարստանում ես, ոչ էլ աղքատանում ես, ուղակի, ու այս ինչ շոկ է, երեխեք մի հատ կլիմատիզացիան միացնեմ։ Դու դրանից չես սննկանում, բայց ամենակարևորը, որ դա ինչ-որ մարդկանց ձգում է իր ազնվությունը եւ այլն եւ այլն։ Հիմա մենք գնենք մեր պիցաները, սիրելիներս, եւ միասին եւ գնանք տուն։ Bonjour. Merci à vous. S'il vous plaît. Et ça fera 25,50 €, s'il vous plaît. Merci. Հեսա պիցան գնեցի եւ Անահիտոչկա վպուց գնացինք։ Ինչպես տեսակ ժողովուրդ ջան, սիրելիներս, ձեր Անահիտոչկան արեց փոքրիկ գնումներ բանջարեղենային եւ մրգեր։ Շատ չէ, բայց որոշել էի գնել մենակ մի հատ սալատ եւ ելակ։ Հետո տեսա, որ ամեն ինչ կա, ասեցի ինչու գնամ հասնեմ այն մեծ խանութները, հոգնեմ եւ այլն, սարցարանները ուղակի ինչ ասեմ, ամեն ինչ կա, մսային բան, այդքան մսեղեն չենք ուտում մենք ամեն օր։ Եվ ես գնեցի, հիմնական բանջարեղենի համար ես գնում, բայց որ գնում ես բանջարեղենի համար, հնարավոր չի ուրիշ կողքից գնումներ չանես, չնայած ուրբաթ օրը պետք է գնամ, ակնոցներս պետք է փոխեմ։ Էլի անձրև սկսեց, տեսնեք, հենց նստեցի, անձրևը սկսեց, ու բանը, ինչա, կարող է ժամանակ մտնեմ մի երկու խանութ, որտեղ փոքրիկ բաներ կան, որ սես տեղերից չարժի գնել։ Մի հատ էս հրաշքը նայեք ժողովուրդ, այս գեղեցկությունը, սա իմ ամենաֆավորիտ մասն է, մի հատ նայեք էլի, ոնց կարելի է սա չսիրել, ոնց կարելի է սա անվանել ամայի վայր, ոնց կարելի է սրան ձեռ առնել, անուն դնել ու ասել լավա Փարիզում չես ապրում, թե չէ անընդհատ պիտի ցույց տայր, սա իմ համար 1000 միլիոն քաղաքներ արժի, մենակ ես հանգստությունը, որ սենց գնում ես ես արահետով ու պատկերացնում ես, որ դու 16-17-րդ դարում ես, այսօր մի հատ կինո դնեմ 16-17-րդ դարի եւ նայեմ, շատ եմ սիրում այդ թվերի կինոները։ Հեսա, որոշեցի դուրս է դնեմ, որովհետև ես լավ եղանակ, երեխեք, հրաշալի եղանակ, հրաշալի։ Պիցան դրել եմ ներսը, այսանք տպսու բաներն են էդ։ Տեսնեմ կարող է Սերժը չի ուզում դուրս ուտեն, անձրև ստեղ չի եկել, իսկ ընդեղ որ ես նոր գնացի մի ահավոր անձրև էր, ահավոր։ Ու քո գործ ունեմ անելու վաղը, ինձ թվում է վաղը որոշել էի գնալ շուկա, բայց չէ, ընկերուհիս ասեց մեքենան կանգնացնելու տեղ չկա, ասեցի դե լավ, ուրեմն չեմ գնա, այսօր բանջարեղեն գնեցի արդեն ամեն ինչ,
Քիչ տարբերություն, հա, հիմա հետա ժողովուրդ ջան։ Սպասեմ Սերժը գա, նա որոշումը կատարենք։ Էլեն բաբաները, գնամ տեսեմ դրանք ուտելիք ունեն։ Չարատուջիներ։ Ուտելիք եք սպասում։ Վիչինա են սիրում, ես վիչինա եմ լցրել, բայց չեն ուտում։ Երևի գնամ մի քիչ հաց փրտեմ մեջը, թող ուտեն մեղք են։ Ժողովուրդ ջան։ Չարաճճիներին։ Երեխեք ես վիչինայով չէի ուզել։ Վիչինա է դրել ինի մեջը։ Մեծ սալատ լվանամ։ Ճիշտ լավ է լա սալատը։ Սալատը։ Oui. Պիզաները գեղեցիկ են, բայց չգիտենք համեղ են, թե չէ։ Իմինի մեջ ժամբոն ադրեց, ça je voulais pas le jambon. Love. Դե ինչ սիրելիներս ավարտում եմ իմ վլոգը, չմոռանաք դնել լայքերը, չմոռանաք լինել ակտիվ, դա ինձ ոգևորում է ավելի շատ եւ ես հետագա բլոգներն ավելի առույգ ձևով եմ անում, դուք ինձ էլ ճիշտ հասկացեք, դրա համար ցանկանում եմ որ լինել ակտիվ, դնել լայքեր, որպեսզի մեր ալիքը ավելի բարգավաճի, ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ ամենալավը Եվ մնացեք Անահիտի հետ, սիրում եմ ձեզ, համբուրում եմ ձեզ և ինչպես միշտ ասում, պակա, պակա։